Սկսում ենք մեր հերթական իրավունք և պահանջատվություն հաղորդաշարը Ամերիկայի բևեռ YouTube-յան ալիքով։ Այսօր մեր հյուրն է ազգային ժողովրդական բևեռի խորհրդի անդամ, սրտային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Ես ասեմ բժշկության մեջ, վիրահատության մեջ նորամուծության, նորարարության հեղինակ Վահե Գասպարյան։ Ողջույն, պարոն Գասպարյան։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար, ողջունում եմ մեր լսարանին, Լոս Անջելեսի մեր համակիրներին, ասեմ, որ պատիվ եմ ունեցել 2 անգամ անցած տարի եւ այս տարի Թելեթոնի հետ կապված այցելել Լոս Անջելես, անձամբ ծանոթանալ մեր բոլոր համակիրների հետ։ Լոս Անջելեսում իրոք մենք շատ լավ կուռ կորիզ ունենք, համակիրների մի ամբողջ բանակ ունենք, նվիրյալների, հայրենասերների բանակ ունենք, որոնք թեև հեռու են հայրենիքից, բայց հոգով սրտով հայրենիքում են, ապրում են Հայաստանի կյանքով, խնդիրներով եւ ջեր ողջույնի խոսքերս մեր բոլոր Լոս Անջելեսի մեր բոլոր հայրենակիցներին հուսով եմ հաղթանակները շատ մոտ են, ես վստահ եմ, որ լավ է լինելու եւ պատկերացրեք հաղթանակը շատ ավելի մոտ է, քան շատերին կարող է թվալ։ Ես հասկանում եմ, որ հիմա շատերը թերահավատ կմոտենան իմ այս խոսքերին, բայց մի քիչ էլ համբերեք եւ կհամոզվեք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Շնորհակալություն, պարոն Գասպարյան։ Այսօր մենք հարցեր ունենք մեր ունկնդրի կողմից, երկարաշունչ, երկար ծավալով հարցեր են։ Ես իմ նախատեսած հարցերի մի մասը չեմ կարող տալ, որտեղ պետք է անդրադառնանք, ես չեմ ուզում որևէ հարց բաց թողնել, բայց մինչև մեր բուն նյութին անցնելը ուղղակի հետաքրքիր է ինձ եւ նաեւ համոզված եմ մեր լսարանին։ Ձեր վիրաբուժության մեջ կատարած այդ նորարարությունը, այդ գյուտը այսօր որ երկրներում է կիրառվում, որ երկրների առողջապահական սրտի վիրահատության սրտի վիրահատության բաժանմունքներում ձեր գյուտը օգտագործվում է, որ երկրների, օրինակ եթե օգտագործվում է։ Մի քանի երկրներ, առնվազն ես դրանց մասին գիտեմ, միգուցե կան այլ երկրներ, որտեղ էլի կիրառում են, բայց ես դեռ չգիտեմ, բայց այն երկրները, որոնք հոդվածներ են տպել այդ թեմայով եւ ես իմացել եմ դրանց մասին, դա Եգիպտոսն է, Ուկրաինան, Իրանը, Ռուսաստանը, որտեղ կիրառել են իմ հեղինակած մեթոդը եւ աորտալ փականի եւ միտրալ փականի վերաբերյալ, երկուսն էլ իմ մեթոդներն են եւ իրենց հոդվածներում նշում են, որ վիրահատությունը կատարվել է դոկտոր Գասպարյանի եղանակով, ինչը որ իմ համար մեծ պատիվ է իհարկե։ Նաև մեզ համար։ Շնորհակալություն։ Ասեմ, որ եղանակը վերաբերվում է սրտի փականներին, աորտալ եւ միտրալ երկու փականներին եւ ես առաջարկել եմ եղանակ, որով հնարավորություն է ստեղծվում հիվանդի հյուսվածքների պերիկարդի սրտի այդ թաղանթի միջոցով վերականգնել փականը, ռեկոնստրուկցիայի ենթարկել, ինչը թույլ է տալիս վիրաբուժի խուսափել արհեստական փականներից, մեխանիկական կամ կենդանու փականներից, բնականաբար հիվանդի սեփական հյուսվածքը շատ ավելի նախընտրելի է, քան օտար մարմին եւ այլն եւ այդ նաեւ առավելությունն այստեղ այն է, որ իմ եղանակը տեխնիկապես շատ հեշտ է կիրառելու համար, աորտալ փականի դեպքում պարզապես շատ հեշտ ֆորմուլաների կիրառմամբ վիրահատության ժամանակ հենց կարող ես ձևել հիվանդին հիվանդի համար անհրաժեշտ փականը, միտրալ փականի դեպքում շաբլոնների կիրառմամբ, բայց կրկին եղանակը շատ հեշտ է եւ հետեւաբար ցանկացած վիրաբույժ կարող է այն կիրառել։ Շատ ուրախ եմ, շնորհակալություն եւ մեծ պատիվ է Հայաստանը, հայ ժողովուրդը ունենալ նման որակի վիրաբույժ հանձինս ես եւ մեր քաղաքացիներն ունենալ նման քաղաքական գործընկեր էլի հանձինս ես։ Շնորհակալություն, պարոն Գասպարյան։ Շնորհակալություն,
Ասեմ, որ ես շատ եմ կարոտում իմ մասնագիտությունը ժամանակավորապես մի կողմ եմ դրել 44 օրյա պատերազմից հետո մտել եմ քաղաքականություն, բայց հույս ունեմ, որ երկրում փոփոխություններ կատարվելուց հետո, ազգային իշխանության ձևավորվելուց հետո ես հանգիստ խղճով, ուրախ սրտով եւ բաց ճակատով կվերադառնամ իմ սիրած գործին եւ արդեն նոր Հայաստանում իմ պոտենցիալը կկարողանամ ամբողջությամբ դրսևորել, օգտակար լինել իմ հայրենիքին, իմ ժողովրդին որպես սրտի վիրաբույժ, որովհետեւ սրտային վիրաբուժությունը այն բնագավառն է, որ շատ կարևոր է, սրտային հիվանդությունների մահացությունը առաջի տեղում է ամբողջ աշխարհում, գիտեք, եւ բացի դա սրտային վիրաբուժությունը առողջապահության համակարգի այն ոլորտներից է, որոնք կարող են պատիվ բերել երկրին, դառնալով նրա այցեքարտը, ես նկատի ունեմ բժշկական туриզմը, ինչպես մենք գիտենք դա Գերմանիայի եւ Իսրայելի օրինակով, իսկ Հայաստանը այն երկիրն է, որ կարող է բարի համբավ ձեռք բերել նաեւ եւ առաջի հերթին սրտային վիրաբուժության շնորհիվ ես քաղաքական գործիչ ինձ չեմ համարում ես մտել եմ քաղաքականություն ստիպված գիտակցաբար քաղաքական դաշտը այսպես կոչված քաղաքական գործիչ մաքրելու նպատակով ինչպես ասում էր Winston Churchill-ը քաղաքական գործիչները մտածում են հաջորդ ընտրությունների մասին պետական գործիչները մտածում են հաջորդ սերունդների մասին եւ ես մտել եմ քաղաքական դաշտ քաղաքական դաշտը վայ քաղաքական գործիչներից մաքրելու նպատակով, որոնք օտարին են ծառայել այս 35 տարիների ընթացքում, որպեսզի Հայաստանում ձևավորվի ազգային քաղաքական դաշտ, որտեղ կլինեն ոչ թե քաղաքական, այլ պետական գործիչներ, որոնք կմտածեն հաջորդ սերունդների մասին։ Եվ այդ ժամանակ արդեն ես, ինչպես ասեցի, իմ միսիան ավարտված կհամարեմ քաղաքականության մեջ եւ հաճույքով կվերադառնամ եւ ուրախությամբ կվերադառնամ իմ սիրած գործին։ Իհարկե, այդպես է լինելու է, ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը այս 7 տարվա մեջ լայն ֆրոնտ է բացել ձեր համար, հայ ժողովրդի սիրտը փչացրել է իմիջայլոց հիվանդությունները բոլորը սրտի խնդիր ունեն, որովհետեւ այն իրավիճակում, որ ինքը դրել է պետությունը եւ ժողովրդին, շատ մարդ սրտի կատվածով կյանքից հեռանում է, այնպես որ ասեմ, որ ձեր համար ֆրոնտ է բացել Նիկոլ Փաշինյանը։ Ինչևից է, ցավով եմ ասում, բայց պարոն Գասպարյան, մենք ուզում ենք լսել որպես բժիշկ դուք Ռուսաստանի զարկերակը անընդհատ շոշափում եք եւ կուզենայի ձեր քաղաքական ախտորոշումը տայիք Ռուսաստանի ներկայի եւ ինչու՞ չէ նաեւ ապագայի մասին ուզում ենք լսենք, որովհետեւ դուք իսկապես շատ մանրակրկիտ հետևում եք ռուսական անցուդարձին։ Խնդրեմ։ Այո, ես այն գործիչներից եմ, որոնք հետևում են Ռուսաստանին, Արևմուտք Ռուսաստան դիմակայությանը եւ ռուս-ուկրաինական պատերազմին, բայց ոչ թե դա անում եմ հենց այնպես, որովհետեւ շատ հետաքրքրված եմ Ռուսաստանով կամ Ուկրաինայով, այլ այն պարզ պատճառով, որ ես վստահ եմ, որ միայն ու միայն Չարիքի կայսրության Պուտինյան ռեժիմի տապալման եւ Չարիքի կայսրության փլուզման պարագայում է, որ Հայաստանի եւ մնացած գաղութացված օկուպացված երկրների համար արշալույսները կբացվեն։ Ասեմ, որ եթե փորձենք կարճ ախտորոշել Պուտինյան Ռուսաստանի այսօրվա վիճակը, ապա ես մեկ բառով այն ախտորոշեի ագոնալ վիճակ սպասվող մահվանից առաջ։ Որպեսզի իմ բառերը մերկապարանոց չթվան, ես հիմա մի քանի փաստեր ձեզ բերեմ ռուսական տնտեսության վերաբերյալ, ասեմ, որ նախ տնտեսության վիճակը այնքան վատ է, որ ռուսները ստիպված են արդեն կրճատել ուրեմն պայմանագրային ծառայողների
փոխհատուցումը կամ այդ վճարումները, կոնտրակտնիկների այդ վճարումները եւ օրինակ Թաթարստանում, Սամարայում, Չուվաշիայում, Մարիելում, Բելգրադում, Բաշկիրիայում, Յամալնենեցկի ավտոնոմ մարզում եւ Նիժնի Նովգորոդի մարզում 3.2-3.5 միլիոն ռուբլուց այդ վճարները կրճատել են մինչև 400-500 հազար ռուբլի։ Այսինքն ինչպես 10 անգամ էլի 4-5 անգամ, այսինքն չէ ավել, այսինքն 8 անգամ Այսինքն տնտեսության վիճակը այնքան վատ է, որ ռեգիոնները այլևս գումար չունեն նույնիսկ այդ վճարների համար, իսկ ես հիշեցնեմ, որ ռազմական ծախսերը Ռուսաստանում համարվում էին անձեռնմխելի եւ կարեւոր եւ կրճատվում էր ամեն ինչ, բացի ռազմական ծախսերից եւ եթե հիմա նրանք ստիպված կրճատում են արդեն ռազմական ծախսերը, դա նշանակում է, որ տնտեսությունը ողբալի է։ Ռուսները ստիպված բարձրացրել են ավելացված հարկը, ավելացված եկամտի հարկը, NDS-ը 20%-ից ավելացված արժեքի հարկը մինչև 22%, դա էլ ստիպված քայլ է, որը խոսում է տնտեսության վատ վիճակի մասին։ Ռուսաստանի խոշոր կորպորացիաները Գազպրոմը, Ռոսնեֆտը եւ Ռուսաստանի երկաթգծի այդ կոմպանիան RЖD-ն ուրեմն պարտքի Դալգավայի յամը պարտքի մեջ են, պարտքերի խոշոր պարտքերի 10 տրիլիոն ռուբլի, ռուսական բյուջեի դեֆիցիտը այս պահին արդեն 5.8 տրիլիոն ռուբլի է կազմում, մինչև տարվա վերջ կլինի 10 տրիլիոն ռուբլի, որը ինչպես են փակելու իրենք էլ չեն հասկանում, որովհետև ֆոնդերը վերջացել են, այդ ֆոնդ նացիոնալного благосостояния, իսկ պարտքեր վերցնել այլևս չեն կարող սանկցիաների պատճառով ինֆլյացիան աճում է Ռուսաստանում արդեն համատարած 83 ռեգիոններից 57 ռեգիոններում կա վառելիքի պակաս դեֆիցիտ բենզին դիզվառելիք եւ այլն եւ կիլոմետրանոց հերթեր են գոյացել մեքենաների ուրեմն ռուսական ռուբլին ռուբլու կուրսը իջել է մինչև 75 ռուբլի 1 դոլարի դիմաց, որը որ կենտրոնական բանկը ստիպված է անել ինֆլյացիայի դեմ պայքարելու համար, քանի որ կենտրոնական բանկի դրույքը նրանք չեն բարձրացնում, Պուտինը արգելել է դրույքը բարձրացնել, տոկոսադրույքը, որովհետև դա բացասաբար է անդրադառնում բիզնեսի վրա Հետևաբար ինֆլյացիայի դեմ պայքարում են ռուբլու կուրսը ամրացնելով, բայց դա էլ ողբալի վիճակ է ստեղծում բյուջեի համար, որտեղ կրճատում է բյուջեի եկամտային մասը։ Ոլորտներով մի ամբողջ ոլորտներով սնանկության գործընթացներ ենք տեսնում, ուրեմն ածխահանման ոլորտ, մետալուրգիական, IT ոլորտ, ավտոպրոմ, ավիապրոմ եւ այլն, եւ որպես դրա հետևանք շատ ֆիրմաներ, ավտոֆիրմաներ, օրինակ գազ, վազ, կամազ, պազ եւ այլն անցնում են 4 օրյա աշխատանքային շաբաթի եւ զանգվածային կրճատումներ են տեղի ունենում։ Այսինքն սրանք մի քանի փաստեր էին, որոնք խոսում են ռուսական տնտեսության ողբալի վիճակի մասին։ Ինչ վերաբերվում է պատերազմին, ապա այստեղ եւս ռուսական բանակի վիճակը ողբալի է։ Օրեկան 1000-ից ավել զոհ են ունենում, ասեմ, որ այն առաջ խաղացումը, այն հարձակումը, որ տեղի է ունենում իբր հիմա բլեֆ է, փաստորեն, որովհետև վերջին 1000 օրվա ընթացքում, այսինքն 22 թվականի նոյեմբերից ի վեր, ռուսական բանակը գրավել է Ուկրաինայի տարածքի ընդամենը 1%-ը, սա խայտառակ առաջ, սա փաստորեն կարող ենք ասել, որ 1000 օրվա ընթացքում ռազմաճակատը սառած վիճակում է, շատ դանդաղ առաջ խաղացում է տեղի ունենում, գրեթե աննշան, մասսայական արդեն կան դասալքության դեպքեր ռուսական բանակում, կոռուպցիայի դասալքության թալանի դեպքեր են, եւ ամբողջ այդ ամառվա հարձակումը, որի հետ Պուտինը մեծ հույսեր էր կապում, տապալվեց եւ կարող ենք ասել, որ Պուտինը կորցրեց իր վերջին հնարավորությունը ռազմաճակատում խոշոր
հաղթանակներ գրանցելու եւ Ուկրաինային խաղաղության պարտադրելու։ Նախ պիտի հասկանանք, որ Պուտինը եւ պուտինյան ռեժիմը Թրամփի հետ մեծ հույսեր էին կապում, որ Դոնալդ Թրամփը իշխանության գալուց հետո, պաշտոնը ստանձնելուց հետո ճնշում կբանեցնի Ուկրաինայի վրա եւ կօգնի Ռուսաստանին դուրս գալ այս աղետալի վիճակից։ Եվ իրոք սկզբում մենք տեսանք, որ Դոնալդ Թրամփը շատ ուժեղ ճնշման էր ենթարկում Ուկրաինան գարնան ամիսներին, հա, եթե հիշենք փետրվարի 28-ի լեզվակռիվը Օվալ սենյակում Թրամփի եւ Զելենսկու եւ դրանից հետո մարտ, ապրիլ, մայիս ամիսներին փաստորեն Թրամփը ստիպում էր, որպեսզի Ուկրաինան փաստորեն կապիտուլյացիա ստորագրի, համաձայնվի այդ գրավյալ տարածքները փաստացի կորցնելու փաստի հետ, Ղրիմը դե յուրե, իսկ մնացած շրջանները դե ֆակտո հրաժարվի ՆԱՏՕ-ի անդամակցությունից, դեմիլիտարիզացիա կատարի, ռազմական ծախսերը կրճատի եւ այլն։ Զելենսկին դրան չգնաց, ասաց, որ դա կարմիր գիծ է Ուկրաինայի եւ Ուկրաինայի ժողովրդի համար եւ Ուկրաինայի ոչ մի թիզ տարածք Ուկրաինայի ժողովուրդը չի զիջի։ Դրանից հետո շնորհիվ նաև Եվրոմիության եւ մյուս երկրների խիստ աջակցությանը Կանադա, Բրիտանիա, Ավստրալիա եւ մնացած երկրների աջակցության եւ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հասարակական կարծիքի եւ Դոնալդ Թրամփի վրա բանեցնող հենց հանրապետական կուսակցության ռեյգանական թևի եւ նաև շնորհիվ նրան, որ Պուտինը փաստորեն մերժեց նույնիսկ այս պայմանները, որովհետեւ ես բազմիցս ասել եմ եւ հիմա էլ ուզում եմ կրկնել, որ Պուտինը այնպիսի վիճակ է ստեղծել, որ ինքը լավ քայլեր այլևս չունի, որովհետև պատերազմը դադարեցնել նրա համար կնշանակեր տնտեսական կոլապս, որտեվ տնտեսությունը հիմա ռազմական ռելսերի է դրված, բյուջեի ծախսերի 40%-ը դրանք ռազմական ծախսեր են, պատկերացնում եք, չէ, ինչ հսկայական ծախսերի մասին է, բյուջեի ծախսերի 40%-ը, եւ եթե Պուտինը դադարեցնի պատերազմը, այդ ռազմական տնտեսությունը նորից փոխել ուղղել դեպի նորմալ քաղաքացիական սեկտոր շատ դժվար կլինի, սա մեկ պատճառ, երկրորդ պատճառն այն է, որ ռուսական էլիտայի մի մասը, ովքեր պատասխանատու են ռազմական տնտեսության համար, գերշահույթներ են ստանում այդ ռազմական պատվերների շնորհիվ պատերազմի ժամանակ եւ պատերազմի դադարեցումը նրանց ձեռնտու չի եւ պատերազմի դադարեցնելուց հետո նրանք Պուտինից հաշիվ կպահանջեն հաշիվ կպահանջի նաև օլիգարխները եւ այլերը, որոնք կհարցնեն այդ դեպքում ինչի էինք մենք այսքան կորուստներ կրում, զրկվում մեր հարստությունից, եթե պիտի պատերազմը դադարի առանց Ուկրաինայի կապիտուլյացիայի եւ գրավման ամբողջությամբ Եվ ամենակարևորը թեև այն են, որ պատերազմը դադարեցնելուց հետո 700,000 զինված մարդ, որոնցից շատերը ունեն քրեական անցյալ, կվերադառնան Ռուսաստան, դրանք մարդիկ են, ովքեր քաղաքացիական նորմալ խաղաղ կյանքի պայմաններում իրենց չեն գտել այդ կյանքում, այսինքն նորմալ մասնագիտություն չունեն, հակառակը նրանք պատերազմի շնորհիվ սովորել են մարդ սպանել, թալանել եւ այդ իրենց ունակությունները Այո, նրանք կվերադառնան Ռուսաստան եւ Ռուսաստանում կլինի այն, ինչ եղավ 1917 թվականին, երբ առաջի համաշխարհային պատերազմից Ռուսաստանը դուրս եկավ հեղափոխության պատճառով, որտեվ այդ բանակը ջղային վերադարձավ Ռուսաստան։ Այսինքն չի կարող դադարեցնել պատերազմը, բայց պատերազմը շարունակելն էլ աղետալի հետևանքներ է ունենալու Ռուսաստանի համար։ Այսինքն Պուտինի համար պատերազմը դարձել է կյանքը եւ պաշտոնը պահելու միակ միջոցը, ցուկցվանգային վիճակ է եւ կարող ենք ասել, որ գարնանը Պուտինը թեև ուներ շանս, հնարավորություն սեփական դեմքը փրկելու միջոցով դուրս գալ այդ պատերազմից, Թրամփը նրան այդ շանսը տալիս էր, բայց
Պուտինի ագահությունը եւ Պուտինի վախերը պատերազմը դադարեցնելու իմ նշած պատճառների պատճառով ինքը մերժեց դա եւ զրկվեց իր վերջի շանսից, կորցրեց այդ շանսը։ Եվ Ալյասկայի հանդիպումը վերջի հնարավորությունն էր Պուտինի համար այս վիճակից դուրս գալու, Ալյասկան փաստորեն եւս տապալվեց։ Հիմա շատերը կհակադարձեն, կասեն, որ երեք Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ եւ նրանք պլանավորում են նոր հանդիպում Բուդապեշտում, Հունգարիայում։ Ես ասեմ, որ ես այնքան էլ լավատես չէի լինի այս դեպքում, որովհետև նախ պետք է հասկանալ, որ այդ հեռախոսազանգը տեղի ունեցավ ռուսական կողմի խնդրանքով։ Ուշակովը Պուտինի օգնականը երեք հայտարարեց, որ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Եվ սա վկայում է նրա մասին, որ Պուտինը խիստ անհանգստացած է, վախեցած է այսօրվա Թրամփ-Զելենսկի հանդիպման եւ Տոմահավկերի այդ հայտնի Տոմահավկ հերթիռների փոխանցման փաստով եւ խնդրել է Թրամփին հեռախոսազրույց ունենալ, որից հետո նրանք պլանավորել են այդ հանդիպումը։ Ես կարծում եմ, որ նախ դեռ մեծ հարց է այդ հանդիպումը կկայանա թե չէ, որովհետեւ հանդիպմանը պիտի նախորդի Լավրովի հանդիպումը Մարկո Ռուբիոյի հետ, իսկ Լավրովը բազեների թևի ներկայացիչ է, որը շատ կոշտ դիրքորոշում ունի, եւ ես կարծում եմ, որ Լավրով-Ռուբիո հանդիպումից հետո հերթական հիասթափությունը կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Ուշակովը իր երեկվա հայտարարության ժամանակ էլի ասեց, որ Ռուսաստանը հիմա ռազմավարական առավելություն ունի, բանակը առաջ է գնում, այսինքն ցույց տվեց, որ Ռուսաստանը այնուամենայնիվ պատրաստ չէ որևէ զիջումների եւ այդ հեռախոսազրույցը եւ հանդիպումը պարզապես հերթական անգամ ժամանակ ձգձգելու նպատակ է հետապնդում։ Թող ձգեն, թող ժամանակ ձգեն, մի քանի շաբաթ, մի քանի ամիս էլ թող ձգեն, ինչքան ժամանակ ձգեն, այնքան ցավոտ է լինելու, այնքան ցավալի է լինելու նրանց համար այդ երկրի կործանումը եւ մասնատումը, որովհետեւ գնալով կրկնում եմ, տնտեսական, ռազմական, ներքաղաքական վիճակը վատանում է, էլիտայում լարվածությունը աճում է, հավանաբար շատերդ լսել եք Կադիրովի եւ Շամանովի միջև տեղի ունեցած լեզվակռվի մասին, գեներալ Շամանով հենց այն սրիկան, որը որ ղեկավարում էր Կոլցո օպերացիան, Շաումյանի Գետաշենի հայաթափումը, բայց ռուսների համար նա իկոնա է, հերոս է, հայտնի գեներալ է, որը որ Չեչնյան իբր թե ծնկի բերեց, բայց Կադիրովի եւ Շամանովի այդ ուժեղ սուր դիմակայությունը վկայում է էլիտայի ներսում եւ միջէթնիկ խնդիրների մասին, խորը խնդիրների մասին, եղավ նաեւ այսպես հերավար լեզվակռիվ Ռյաբկովի եւ Ուշակովի միջև, Ռյաբկովը հայտարարեց, որ օրեր առաջ Ռյաբկովը, որը Լավրովի տեղակալն է, հայտարարեց, որ Ալյասկայի այդ դրական իմպուլսները սպառված են եւ ռուս-ամերիկյան հարաբերությունները այլևս պոտենցիալ չունեն, Ուշակովը միանգամից հակադարձեց Ռյաբկովին, ասեց, որ նման բան չկա, իսկ Ուշակովը Պուտինի օգնականն է եւ Կրեմլի ադմինիստրացիայի ներկայացիչ, այսինքն արդեն մենք տեսնում ենք հրապարակային հերակա վեճ արտգործնախարարության եւ Կրեմլի միջև, սա եւս արտացոլում է Կրեմլի վերնախավի էլիտայի մեջ եղած տարաձայնությունները, այնպես որ եկեք մի քիչ էլ համբերենք, այսօր շատ կարեւոր հանդիպում է տեղի ունենալու Զելենսկու եւ Թրամփի միջև, մի քանի ժամից, հա, ձեր ժամով հիմա 5-շաբթի է ձեզ մոտ այսօր երեկո, մեր մոտ ուրբաթ առավոտ է, Վաշինգտոնի ժամով մոտ 10-ին, 12-ին հավանաբար այդ հանդիպումը տեղի կունենա, այսինքն Երևանի ժամանակով երեկոյան ժամերին մենք կիմանանք, ես կարծում եմ, որ Ուկրաինան հիմա լի է վճռականությամբ շարունակել հարվածները Ռուսաստանի խորը թիկունքում գտնվող էներգետիկ, լոգիստիկ օբյեկտների, նավթավերամշակման գործարաններին, որոնք շատ մեծ վնաս են հասցնում ռուսական տնտեսությանը եւ փաստորեն Ռուսաստանի նավթի արդյունահանման եւ
արտահանմանը եւ արդեն գոյացել է 38 նավթավերանմշակման գործարաններից 16-ը արդեն վնասվել են կամ ոչնչացվել են, 40% հզորությունները հիմա չեն աշխատում, սա հսկայական վնաս է ռուսական տնտեսությանը, որտեղ նավթը հիմնական եկամուտն է ռուսների բյուջեի համար եւ ասեմ որ բացի տոմոհավկներից Ուկրաինան արդեն ունի սեփական հրթիռները եւ այնքան էլ արդեն կախված չի ամերիկյան եւ արտասահմանյան օգնությունից որ ուկրաինացիները արդեն արտադրում են սեփական Նեպտուն Ֆլամինգո տեսակի հրթիռներ, սեփական ԱԹՍ-ներ են արտադրում, Պալյանիցա, Լյուտի եւ այլն, եւ իրենց սեփական հրթիռներով արդեն մեծ վնաս են հասցնում ռուսական տնտեսությանը։ Ուկրաինան արդեն հաղթանակի հոտն առել է, խոսվում է արդեն ուկրաինական հակահարձակման մասին, Դոնալդ Թրամփը նույնիսկ ինքը անձամբ ասեց, որ ուկրաինացիները ուզում են անցնել հարձակմանը, այնպես որ ես կարծում եմ, որ եկող ամիսները շատ հետաքրքիր զարգացումներով լի ամիսներ կլինեն, որոնք կրկնում եմ մեծ ազդեցություն կունենան Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա։ Թրամփը արդեն անցել է բլիթներից անցել է մտրակի քաղաքականությանը եւ վերջի հայտարարությունները շատ կոշտ էին Դոնալդ Թրամփի, եթե հիշում եք նա Ռուսաստանը անվանեց թղթի վագր, ասեց որ Ռուսաստանը չի հաղթում եւ Թրամփը կարծում եմ հասկացավ որ Պուտինը այս ամիսների ընթացքում պարզապես նրա գլուխը հարթուկում էր ժամանակ շահելու նպատակով չարաշահում էր Դոնալդ Թրամփի համբերությունը եւ Պուտինի նպատակն էր մի քանի ամիս ժամանակ շահել հույս ունենալով որ ամառվա հարձակման ժամանակ նա կկարողանա մեծ հաջողությունների հասնել եւ արդեն ուժի դիրքերից խոսալ խաղաղության մասին ինչը տեղի չունեցավ եւ Թրամփը հիմա դա հասկանում է Թրամփը ասեց որ ռուսները 1.5 միլիոն կորուստ ունեն ասեց որ 4-ը մեկ շաբաթվա փոխարեն Պուտինը հույս ուներ մեկ շաբաթում հաղթել, արդեն 4 տարի Պուտինը չի կարողանում Ուկրաինային հաղթել, ասեց որ ռուսական տնտեսությունը շուտով փլուզվելու է Այսինքն սրանք Դոնալդ Թրամփի այն խոսքերն են, որոնք վկայում են նրա մասին, որ Թրամփը ասել է անցել է արդեն կոշտ ռետորաբանությամբ եւ այնպես որ ես այս ամեն ինչը այսքան մանրամասն ներկայացնում եմ մեկ պատճառով, որ նաեւ Դոնալդ Թրամփը չշնորհավորեց Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա կապակցությամբ, սա եւս հետաքրքիր փաստ է, շատ բանի մասին խոսացող եւ ասեց, որ Ուկրաինան ուզում է անցնել հարձակմանը։ Այնպես որ այս վերջին հեռախոսազրույցը Թրամփի եւ Պուտինի միջև նախ կրկնում եմ տեղի ունեցավ ռուսների խնդրանքով եւ վկայում է միայն ու միայն Պուտինի հուսահատ վիճակի եւ Պուտինի վախերի մասին։ Այսինքն համոզված լինենք, որ ռուսական կողմից խոստովանել են, որ ձեր պայմաններին համաձայնենք, եկեք հանդիպենք, տեսնենք նորից խոսենք երևի նման կարգի առաջարկ հենց ռուսներն են արդեն արել։ Ռուսները չեն ասել մենք համաձայն ենք ձեր պայմաններին, հակառակը ռուսները ենթադրենք, որ իրենք ասեն լավ, գալատ են կարել, էլի շատ կներեք արտահայտությունից, որ ասենք այն ժամանակ բան չարեցինք, Ալյասկայում հանդիպումից հետո նորից մեզ սրիկայի պես պահեցինք, կներեք, եկեք այն ինչ որ պայմանավորել ենք, ասենք գործի դնենք։ Հնարավոր է այդպիսի տարբերակ։ Ռուսները պարզապես խնդիր ունեն Թրամփի հետ բարբերաբար հեռախոսազրույցների եւ հանդիպումների միջոցով ժամանակ ձգել։ Մարդու տեղ են դրել Թրամփին իրենք։ Այո, հենց դա եմ ասում, որ ռուսների միակ նպատակը ժամանակ ձգելն է, այն հույսով, որ օրերից մի օր Ուկրաինան չի դիմանա այս մրցավազքին։ Հիմա գիտեք, պատերազմները երկու տեսակի են լինում, առաջի դեպքում պատերազմները ավարտվում են կողմերից մեկի ջախջախիչ հաղթանակի հետևանքով, ինչպես դա եղավ օրինակ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Կարմիր բանակը եւ դաշնակիցների բանակը Ֆրանսիան, Բրիտանիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ջախջախեցին Հիտլերյան կոալիցիայի բանակին եւ պատերազմը ավարտեց։ Սա մի տարբերակ է, բայց երկրորդ տարբերակը դա հյուծման պատերազմն է, որը որ ավարտվում է ոչ թե ռազմական հաղթանակի հետևանքով, այլ նրա պատճառով, որ կողմերից մեկը
տնտեսական, քաղաքական, ռազմական պատճառներով հյուծվում է եւ դուրս է գալիս պատերազմից։ Այդպես եղավ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Ռուսաստանում հեղափոխություն տեղի ունեցավ, նրանք դուրս եկան պատերազմից, իսկ կայզերական Գերմանիայի բանակը հյուծվեց, չպարտվեց, բայց հյուծվեց Գերմանիայի ներսում տնտեսական խորը ճգնաժամ եղավ եւ Գերմանիան ընդունեց իր պարտությունը։ Եվ Պուտինը հիմա հույս ունի, որ դա տեղի կունենա Ուկրաինայի պարագայում։ Սա արդեն երկար ձգվող խրամատային պատերազմ է, ինչպես ասում են, ակոպնայավայնա խրամատային պատերազմ է, որը ավարտվելու է կողմերից մեկի հյուծվելու հետ պատճառով։ Ես վստահ եմ, որ դա կլինի Ռուսաստանը, որովհետև Ռուսաստանի տնտեսությունը, քաղաքական համակարգը, ռազմական վիճակը թույլ չի տա այլևս Պուտինին շարունակել պատերազմը, բայց Պուտինը այլ կարծիք ունի, ինքը կարծում է, որ ավելի շուտ կհոգնի, կհյուծվի հենց Ուկրաինան եւ նա խնդիր է դնում պարզապես ժամանակ ձգել։ Իսկ ժամանակ ձգելու համար պետք է զանգել Թրամփին, Թրամփի հետ, գլուխը հարթուկել Թրամփի եւ այլն, բայց նույնիսկ Թրամփի նման մարդու համբերությունը անսահման չի եւ Թրամփը հիմա նաեւ հոգեբանորեն շատ ողջևորված է Մերձավոր Արևելքում գրանցված հաջողությամբ եւ այդ ազարտի մեջ է մտել եւ ինքը արդեն հայտարարեց, որ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատվելուց հետո ինքը կենտրոնանալու է Ռուսաստանի խնդրի վրա, Ռուսաստան-Ուկրաինա այդ պատերազմի վրա եւ Իրանի խնդիրը լուծելու վրա։ Եւ հիմա այդ ազարտը կստիպի Թրամփին նաեւ երկրի ներսում եղած ճնշումները, հանրապետական կուսակցության կողմից եղած ճնշումները, հասարակական կարծիքը Ամերիկայի Միացյալ Նահանգների, այդ ճնշումների պատճառով Թրամփը երկար այլևս տեղի չի տա երկար Պուտինի այդ խաղին եւ Պուտինի այդ գլուխ հարթուկելուն երկար չի դիմանա։ Այնպես որ սա արդեն մենք մոտենում ենք եզրափակիչ փուլին եւ կրկնում եմ եկող շաբաթները շատ հետաքրքիր զարգացումներով լի շաբաթներ կլինեն։ Նաեւ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Պենտագոնի ղեկավարը Պիթ Հեքսեթը մի քանի օր առաջ Եվրոպայում Բրյուսելում հանդիպել էր ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հետ եւ Ռամշտայնի նիստի ժամանակ ուղիղ հայտարարեց, որ եթե մոտակա ժամանակներում Ռուսաստանը չհամաձայնվի խաղաղությանը, ապա ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ միասին խիստ միջոցների կդիմեն Ռուսաստանին խաղաղության պարտադրելու ուղղությամբ, նույնիսկ այնպիսի միջոցների, որոնք կարող է դիմել միայն Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Սա կոշտ հայտարարություն է, իսկ Պիթ Հեքսեթը պարզեւոր նման հայտարարություն չէր անի առանց Դոնալդ Թրամփի իմացության։ Այնպես որ եկեք մի քիչ էլ սպասենք, նախ համբերենք, տեսնենք ինչով կավարտվի Զելենսկու այցը Վաշինգտոն, բացի Թրամփի հետ հանդիպումից նախատեսված է Զելենսկու հանդիպումները ամերիկյան ռազմական եւ էներգետիկ խոշոր կորպորացիաների ղեկավարների հետ, նրա ելույթը կոնգրեսում եւ սենատում արդեն մեծ շարժում կա դեպի այդ սանկցիաների փաթեթի ընդունում 100 սենատորներից 85-ը սատարում են այդ օրինագիծը, Լինցի Գրեմի օրինագիծը, այնպես որ ես լի եմ հույսով, որ Պուտինի խաղը ավարտվելու է շատ շուտով։ Պարոն Գասպարյան, ես օրինակ նոր որ դուք զրուցում էիք, իմ մտքով մի ուրիշ տարբերակ էլ նաև անցավ, երբ որ տեսեք, եթե պետք է տեղ ունենա Թրամփ-Զելենսկի հանդիպում, Պուտինը նախորդ ցանկություն է հայտնում հանդիպելու, այսինքն ինքը ուզում է Ամերիկային հասկացնի, որ դուք Զելենսկին շատ բան մի խոստացեք, երևի ենթադրում են, եթե հանդիպման ժամանակ կարող եք ձեր ասած հրթիռները, փող, չգիտեմ, զորք, չգիտեմ ամեն ինչ, այսինքն պատկերացնեք, որ այդ հանդիպման ժամանակ կարող է արդեն վերջնական Ուկրաինային որոշեն լիարժեք օգնություն տամ, ինքը մի ոտ շուտ, այսպես ասած, գործողություն անում, քայլ անում, որ այսինքն հույս, որ եկեք հանդիպենք, ես կարող եմ փոխվել, որ Զելենսկու շատ բան չխոստանա։
Այո։ Հենց այդ պատճառով ես ասացի, որ հենց որ ես լսեցի Ուշակովի հայտարարությունը, որ ասեց, որ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը կայացել է ռուսների նախաձեռնությամբ, ես արդեն ամեն ինչ հասկացա, այսինքն պարզ դարձավ, որ սա Պուտինի նախաձեռնություն, Պուտինը խնդրեց Թրամփին խոսել, վախենալով տոմոհավքներից եւ շատ արագ դա արեց հենց Զելենսկու հետ Թրամփի հանդիպումից առաջ, որպեսզի էլի հերու պահի Թրամփին Ուկրաինային օգնելուց, տոմոհավքներ տրամադրելուց եւ էլի ժամանակ ձգի եւ այլն։ Դե ասեք մի քանի շաբաթ էլ ժամանակ ձգեց, հետո նախ կրկնում եմ Ուկրաինան Չէ, սա խոճապ է, կատարյալ խոճապ է Պուտինի մոտ, կրկնում եմ, ամառվա այդ հարձակումը, այդ լետնի կամպանիան արդեն տապալվել է, նրան չի հաջողվել գրավել ոչ մի խոշոր քաղաք, Սլավյանսկ, Կրամատորսկ, Պոկրովսկ, որ նա ուզում էր ամառվա ընթացքում անել, եւ աճում են դժգոհությունները ռուսական վերնախավի ներսում, բանակի կորուստները եւ այլն, եւ ասենք մի քանի շաբաթ էլ շահեց, հետո Ուկրաինան արդեն ձեռքերը ծալած չի նստում, ինքը Ուկրաինան կրկնում եմ արդեն ունի սեփական զենքերը, հեռահար հրթիռները եւ Ուկրաինան արդեն մեծ վնասներ է հասցնում ռուսներին, ոչնչացնելով լոգիստիկ, էներգետիկ օբյեկտները եւ այս ձմեռը բարերս հիշեք, այս ձմեռը աղետալի ձմեռ է լինելու ռուսների համար, որովհետեւ Ուկրաինան նաեւ ոչնչացնում է ջերմաէլեկտրակայանները, blackout առաջացնելով Բելգրադի, Կուրսկի, Բրյանսկի մարզում եւ սպառնում են նույնը անել Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում, իսկ Ռուսաստանում ձմեռը -30 ցուրտ է լինում եւ եթե չլինի հոսանք, չլինի ջեռուցում, կարող ենք պատկերացնել ինչ կկատարվի այդ քաղաքներում եւ ռեգիոններում։ Արդեն ձմեռը սկսել է մեծ հաշվով արդեն, ունդեր շուտ է։ Այո, այնպես որ սա նորից եմ կրկնում իմ դիագնոզը, սա ագոնալ վիճակ է մահվանից առաջ։ Պարոն Գասպարյան, Ադրբեջանի հաջողությունները միանշանակ ռուսների աջակցությամբ է տեղի ունենում, բայց մի փոքր տարբերություն, բայց այլև անհանգստացած չի է Ռուսաստանի պարտվելու, ծնկի իջնելու պահով, հետաքրքիր է էլի, եթե Ռուսաստանը խեղճանա եւ հայերը ազատվեն այդ կապանքներից, իր գործը այսպես թեպետ պետք է դժվարանա։ Բայց մի տեսակ մեկ Զելենսկու հետ է հանդիպում, սիրտ է տալիս, փող է տալիս, մեկ Պուտինին է գրգում, համբուրում, ծնունդ է շնորհավորում, բայց անհանգստություն չեմ տեսնում, տարօրինակ է։ Ինչ կասես։ Ես չէի ասի, որ անհանգստացած չի, Ալիևը սրիկա է, մարդասպան է, ռազմական հանցագործ է, բայց հաստատ ապուշ չի։ Եկեք ինքնախապեյությամբ չզբաղվենք։ Ալիևը բավականին խելոք եւ խորամանկ քաղաքական գործիչ է, ի տարբերություն Հայաստանի քաղաքական գործիչներից, որոնք ղեկավարել են Հայաստանը եւ որոնց միակ խնդիրը եղել է հարստանալ, թալանել եւ ծառայել Կրեմլին, որպեսզի սեփական աթոռը պահեն։ Ալիևը լավ էլ հասկանում է, որ իր հենարաններից հիմնական հենց Վլադիմիր Պուտինն է, որ տարիներ շարունակ զինել է ադրբեջանական բանակը, որը հովանավորել է եւ քարորյա պատերազմը, եւ 44-օրյա պատերազմը, եւ պատերազմից հետո նոյեմբերի 9-ի հայտարարությունը Վլադիմիր Պուտինն է հեղինակել, էթնիկ զտումը տեղի է ունեցել ռուս այսպես խաղապահների աչքերի առաջ եւ քթի տակ եւ նրանք մատը մատին չխփեցին կանխելու դա եւ այլն եւ Ալիևը ուղղակի հույս ունի որ նրա մյուս հենարանները իդեմս Թուրքիայի եւ Իսրայելի այնուամենայնիվ նրան կօգնեն բայց եկեք ընդունենք որ Թուրքիայի վիճակն էլ այնքան էլ լավ չի եւ տնտեսական վիճակը եւ խնդիրները հարևանների հետ քրդերի Սիրիայի եւ այլն Հունաստանի Կիպրոսի եւ Էրդողանը լուրջ խնդիրներ ունի երկրի ներսում եւ տնտեսական եւ քաղաքական եւ նույնը կարող ենք ասել նաեւ Իսրայելի մասին, Նեթանյահուի մասին
Հետևաբար դրա համար հենց Ալիևը հիմա շտապում է, քանի կա Պուտինը, քանի Էրդողանն ու Նեթանյահուն այնուամենայնիվ նրան դեռ կարող են աջակցել եւ քանի կա Նիկոլ Փաշինյանի նման քաղաքական գործիչ, որը որ պատրաստ է գնալ ցանկացած զիջման, Ալիևը հիմա շտապում է այդ բոլոր զիջումները Հայաստանից ստանալ, ամրագրել գետնի վրա հանցագործության, ռազմական հանցագործության, ցեղասպանության, էթնիկ զտման հետևանքով գետնի վրա ստացված այդ ստատուս քվոն ամրագրել թղթի վրա խաղաղության պայմանագրի տեսքով, սահմանադրությունը փոխելու տեսքով եւ այլն, եւ թույլատրել Հայաստանը հնարավորինս, որպիսի հետո, երբ որ վիճակը փոխվի, Պուտինը չլինի, Էրդողանը չլինի, Հայաստանում լինի որակապես այլ իշխանություն, ինքը քիչ թե շատ իրան ապահով զգա։ Սա է։ Պարոն Գասպարյան, մեզ այնքան հարցեր են ուղարկել, այդ հարցերին պետք է անդրադառնանք, բայց այսօրվա եկեղեցու հետ կապված, այսինքն քահանաների հետ կապված դեպքի հետ կարելի ասել կաթողիկոսը քրոջ տղային էլ հանձնեց իրավապահներին, ես այդպես հասկացա, երկու arczepiskopոսներին հանձնեց, հիմա քրոջ որդուն հանձնեց, տարօրինակ է իր եղբայրը քրոջ որդին եկեղեցում լուրջ բաներ ունեն, այսպես լուրջ ընտանիք է, չէ, բոլորը այսպես հաջողակ այս մասով ինչ կասեք, ինչի այսպես հեշտությամբ ինքը հանձնում է լուր նստած, իբր պատերազմը իր դեմ է, իբր էլի, իբր Նիկոլը պատերազմը կաթողիկոսի դեմ, բայց թեմական կենտրոնները խոցում թույլատնում է, ինչ կասեք սրա մասին օրինակ։ Գիտեք, եկեղեցու հանդեպ Նիկոլ Փաշինյանի այս հարձակումները այո նպատակ ունեն փաշազադեների եւ թուրքերի հրահանգով թույլատրել հայ առաքելական եկեղեցին որպես համաշխարհային կառույց, որը որ նախ հազարամյակների 1700-ից ավել տարիների պատմություն ունի եւ ցանցային կառուցվածք ունի եւ ապահովում է Հայաստանի դերը որպես համաշխարհային ժողովուրդ եւ հզոր կառույց է իրենից ներկայացնում, բայց այո, բայց նաեւ սա հետևանք է հենց նույն ռուսների թողտվությամբ այն ընդունում հանձնմանը, որի մասին մենք շատ ենք խոսել, որ ռուսները իրենց թուլանալու հետևանքով Հայաստանը հանձնում են Թուրքիային եւ Ադրբեջանին եւ դա տեղի է ունենում հենց ռուսների թողտվությամբ։ Այնպես որ մեդալը երկու կողմ ունի, իսկ կաթողիկոսի եղբայրը Եզրած arczepiskopոսը մեղմ ասած կաշկանդված են, եթե ուղիղ գործակալ չասենք, ապա կաշկանդված են ռուսների պատճառով եւ ռուսների կողմից իրենց վրա ունեցած ազդեցության պատճառով։ Բավական է հիշել Կիրիլի կողմից կաթողիկոսին եւ կաթողիկոսի եղբայրին հանձնած մեդալները եւ այլն։ Այնպես որ հանձնել մենակ Կիրիլը չի հանձնել, Պուտինն էլ հանձնեց։ Դե Պուտինն էլ հանձնել, Կիրիլն էլ, հիմա ես չեմ հիշում որ մեկին ով է հանձնել, բայց հանձնել են մեդալներ են տվել եւ այլն։ Հայ առաքելական եկեղեցին ցավոք սրտի տարիներ շարունակ գտնվել է ռուսական հատուկ ծառայությունների խիստ վերահսկողության տակ եւ սա փաստ է եւ սա գալիս է 30-ական թվականներից ստալինյան տարիներից երբ եւ ոչ միայն հայ առաքելական եկեղեցին եւ վրաց եկեղեցին եւ Ուկրաինայում հատուկ մոսկովյան պատրիարքարան ստեղծեց KGB-ն, FSB-ն, հա եւ կրոնականները եկեղեցին հենց այն կառույցն է եղել, որի միջոցով նաև ռուսական հատուկ ծառայությունները իրանց ազդեցություն են տարածել եւ վերահսկողություն են կատարել այդ գաղութացված եւ զավթված երկրների հանդեպ հայրաքելական եկեղեցուն հանդեպ այդ վերահսկողությունը եւս եղել է ցավոք բացառություն չենք կազմել այդ առումով այնպես որ հայ առաքելական եկեղեցին կաշկանդված է
այդ տեսանկյունից, բայց Նիկոլ Փաշինյանը հաստատ այն մարդը չի, որը որ պիտի զբաղվի այդ հարցով, հայ առաքելական եկեղեցու խնդիրները լուծելու հարցով, դա պիտի անեն ազգային իշխանությունները, որոնք վայելելու են հայ ժողովրդի հարգանքն ու վստահությունը, եւ դա պիտի անի ինքը եկեղեցին, իր ներսում մաքրելով իր շարքերը, բայց դա անպայման տեղի կունենա Պուտինյան ռեժիմի տապալումից հետո եւ Հայաստանի դեօկուպացիայից ազատագրումից հետո, քանի դեռ կա Պուտինյան ռեժիմը, Հայաստանի քաղաքական դաշտը, մեդիան, հայ առաքելական եկեղեցին նրանք գտնվում են խիստ վերահսկողության ներքո, նրանք կաշկանդված են եւ ձեր նշած փաստերը դրա վկայությունն է։ Այնպես որ էլի գալով Պուտինին մենք պիտի հասկանանք, որ ամեն ինչ շան գլուխը թաղված է Կրեմլում, քանի դեռ կա Պուտինը, նա խիստ վերահսկողության տակ է պահելու Հայաստանում ամեն ինչը, հասկանում եք, քաղաքական դաշտը, իշխանությունները, այսպես կոչված ընդդիմությունը, խորհրդարանական, նույնիսկ արտախորհրդարանական շատ ուժերի, կրկնում եմ, մեդիան, ուժային կառույցները եւ այլն, եւ դրա համար է, որ ես իմ հույսն այն է, որ Պուտինյան ռեժիմը կտապալվի, մինչև որ Հայաստանում տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, ես իմ ալիքում իմ վերջի եթերը հենց այդպես էլ վերնագրեցի, աղոթեք, որ Պուտինյան ռեժիմը տապալվի մինչև 26 թվականի հունիսի 7-ը, աղոթեք ասելով նկատի ունեմ, եկեք հուսանք, որ դա տեղի կունենա ավելի շուտ, քան մեր ընտրությունները, որտեղ եթե այդպես չլինի եւ եթե Պուտինին Աստված չտա հաջողվի մնալ, դիմանալ մինչև մեր ընտրությունները, ապա մենք կունենանք հերթական կրեմլահպատակ խորհրդարանը, ինչպես արդեն դա տեղի ունեցավ 21 թվականին, մենք տեսանք ինչ խորհրդարան ձևավորվեց արտահերթ ընտրությունների արդյունքում 21 թվականին մուրջ մանգաղ խորհրդարան, հիմա կլինի նույնը, կարող է դերակատարողները փոխվեն, նոր ուժեր հայտնվեն խորհրդարանում, բայց այդ նոր ուժերը էլի կլինեն կրեմլահպատակ, Հայաստանի քաղաքական դաշտի գրեթե 90% սպասարկում է Կրեմլի շահերը, ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, սա գաղտնիք չի, մեր ժողովուրդը ամեն ինչ շատ լավ տեսնում է եւ անուններն էլ գիտի եւ այդ քաղաքական գործիչների եւ այդ կուսակցությունների, ես հիմա անունները չտամ, ովքեր 35 տարի շարունակ ծառայել են եւ շարունակում են ծառայել, նույնիսկ կան նոր առաջացած քաղաքական ուժեր, բայց այդ նոր ուժերում հին դեմքեր ենք տեսնում, որոնք արդեն հայտնի էին նախորդ ռեժիմների ժամանակ իրենց զբաղեցրած պաշտոններով, այնպես որ նորը լավ մոռացված հնի կրկնությունն է, պարզապես ամեն քաղաքական ուժ իր ձևով է ծառայում Կրեմլին, իր ձևով է փորձում ծառայությունները մատուցել, յուրատեսակ քաստինգ է, որ այդ կրեմլահպատակ ուժերի միջև քաստինգ է, Կրեմլի բանին վստահության արժանանալու համար հիմա քաստինգի մրցավազքի մեջ են բռնվել, թե ով կարժանանա Կրեմլի վստահությանը նոր խորհրդարանում հայտնվելու համար։ Իսկ քաստինգը կառավարում է Սերգեյ Կիրիենկոն, որը որ Հայաստանի կուրատորն է։ Պարոն Գասպարյան, անցնենք հարցերին, հարցերը եկած են, ես կարող ընթերցեմ, մինչև հասնեմ ավարտը, մենք մոռանանք նույնիսկ հարցի ինչին է վերաբերվում, որովհետև մեր հարգարժան ունկնդիրներին ես խնդրել եմ, որ հարց ձևակերպեք, ոչ թե իրենք նաև մեկնաբանում են իրենց հարցը, հետո ակնկալում են մեր պատասխանը։ Եթե հնարավոր է, քանի որ արդեն մենք մոտ 40-50 րոպե արդեն մենք շփվում ենք, որ եթե հնարավոր է, չնայած ձեր զրույցի ընթացքում որոշ հարցերի պատասխանել եք արդեն։ Դրա համար այդ հարցերը արդեն տալ պետք չի, որոնց պատասխանել եմ այդ հարցերը էլ տալ պետք չի։ Գիտեք, մեր ունկնդիրը այնքան խստապահանջ է, այստեղ վերջում գրում Աջիկ պարտադիր կընթերցես ամբողջը, մինչև վերջ։ Եք պատկերացնի, մի ամբողջ էջ մենակ մեկ հարցն է, մենք Լիանա Վայրանովա ունենք, ով իսկապես մտահոգ է Հայաստանի ճակատագրով, այնքան մտահոգ է, որ անգամ
երկար մուզիկ ամեն հաղորդման իմ եթերներին էլ առանձին հարցեր շատ մտահոգ եմ, բայց ասենք երկար հարցեր հարգելի Լիանա, խնդրում եմ մեզ խնայեք։ Խնդրում եմ եւ մեր ժամանակը եւ շնորհակալություն հարցերի համար, բայց հիմա պարոն Գասպարյան, ես ընթերցեմ, բարև ձեզ, 3 հարց ունեմ, պարոն Գասպարյան, ցավալի բան պիտի ասեմ։ Բայց ինձ շրջապատող մարդիկ ինձ արդեն ասում են, որ բևերիներ չեն հավատում, քանի որ ինչպես դուք եք ասում, Ռուսաստանը չի վերանում, հաստատ վերանում է։ Արևմուտքը пассив է, կոնսերվատիվ ուժերը հայտնի չէ, թե երբ կգան իշխանության աշխարհում, բևերը հանրահավաքներ այլևս չի անում, թե Հայաստանում էլ արդեն եկեղեցին են վերացնում, ամուրսար են շահագործում, ծիծեռնակաբերդ են քանդում, արևմուտքից ողջունում է եւ բանը հասել է նրան, որ արևմուտքի հավատարիմ պաշտպան Արա Պապյանը օրերս իր ելույթի ժամանակ ասաց, որ դրանք ովքեր ՀՀ ներկայիս ղեկավարին համարում են արևմտամետ, սրիկաներ են։ Դուք անձամբ հույս ունեք, որ Հայաստանը կփրկվի, թե բևերը եւս կապել է ճամբրուկները, քանի որ ինչպես արդեն հայտնի է 2026 թվականին 4-րդ հանրապետության պատիծամի էլի, այսինքն Հայաստանը կործանվելու մասին արդեն ոնց որ բուժում է էլի։ Այս հարց 1, համի դուք չգիտեմ ոնց պետք է պատասխանեք այս հարցին։ Ես մեծ հաշվով արդեն պատասխանեցի այդ հարցին, ես հույս ունեմ, որ շաբաթ ուրբաթից շուտ կգա եւ այդ սև կարապը արդեն ինչպես ասում են հորիզոնում երևում է։ Կրկնում եմ, ամեն ինչ կախված է կրեմլյան ռեժիմի տապալումից։ Ինձ շատերը բան են անում, գիտեք, այսպես մեղադրում են, կշտամբում են, որ դու ամեն ինչ կապում ես Կրեմլի հետ եւ այլն, այդպես չի, մենք կարող ենք մեր նույնիսկ Պուտինի օրոք շատ բան անել եւ այլն։ Մենք 4 տարի է, գոնե ես իմ խիղճը հանգիստ է, որ ես այս 4 տարիների ընթացքում ձեռքերս ծալած չեմ նստել եւ իմ ընկերները բևերի համակիրները, մենք 4 տարի է պայքարել ենք եւ փորձել ենք ժողովրդին ոտքի հանել, հանրահավաքներ, երթեր, ակցիաներ, դեսպանատան առաջ, ռուսական բազայի առաջ, Արցախի շրջափակման օրերին նստածույց ենք արել 8-10 ամիս Ազատության հրապարակում, բայց այնուամենայնիվ հայ ժողովրդի համապատասխան ցանկալի արձագանք չի եղել եւ ես շատ եմ մտածել, թե ինչու է այդպես, պատճառները շատ են, բայց գլխավոր պատճառը այնուամենայնիվ իմ խորին համոզմամբ կարող են շատերը իմ հետ չհամաձայնվել, բայց ես գոնե վստահ եմ, որ գլխավոր պատճառը այդտեղ է, շատերը վախենում են հենց պուտինյան ռեժիմի վրեժից, հասկանալով, որ այն բռնությունները, որ մենք տեսել ենք այս 35 տարիների ընթացքում եւ մարտի 1-ին եւ Սարի թաղում եւ հունիսի 12-ին անցած տարի եւ այլն, դրանք հովանավորվում են Կրեմլից եւ հայ ժողովուրդը դա արդեն հասկացել է։ Եվ ես նորից եմ կրկնում, Կրեմլյան ռեժիմի տապալումից հետո հենց հաջորդ օրը դուք որակապես այլ իրավիճակ կտեսնեք թե Հայաստանի ներսում, թե Վրաստանում, թե Բելարուսում, ամբողջ հետխորհրդային տարածքում։ Դա որակապես այլ գլխի վայր ամեն ինչ կշրջվի, 180 աշճան կշրջվի։ Եվ այդ ժամանակ ես վստահ եմ հայ ժողովրդի ցասումը տեղի կունենա։ Արդեն մեծ դժգոհության, այսպես բան է կուտակվել, պոտենցիալ է կուտակվել։ Այո, մենք տեսնում ենք այդ ամեն ինչը, ինչ որ նշված է մեր հայրենակցի հարցում եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այդ բարբարոսությունը եւ 4-րդ հանրապետության ավետիսը եւ ուրեմն ինչն էր ամուլսարի շահագործման վերաբերյալ եկող լուրերը, բայց նորից եմ կրկնում, ամեն ինչ լինելու է շատ անսպասելի եւ կայծակնային։ Ինչ վերաբերվում է բևերի հանդեպ հավատին, հասկանալի է, մարդիկ տարիների ընթացքում շտապում էին, անհամբեր էին, ուզում էին արդյունք տեսնել, բայց
իմ նշած պատճառներով դա տեղի չունեցավ։ Ես լավ հիշում եմ Պրիգոժինի արշավի օրերը, երբ բոլորը շունչները պահած նստած սպասում էին, որ վերջապես Պրիգոժինը մտնի Մոսկվա եւ Պուտինյան ռեժիմը տապալվի, եւ այդ ժամանակ ես լավ հիշում եմ ինչ վիճակ էր տիրում Հայաստանում, բոլորը լռել էին, նկատի ունեմ կրեմլահպատակ ուժերը, գործիչները եւ այսպես դողալով շունչները պահած սպասում էին, թե ինչ տեղի կունենա Մոսկվայում։ Եվ սա եւս ապացուցում է, որ այն, որ Պուտինյան ռեժիմի տապալումից հետո մեծ հնարավորություն կբացվի Հայաստանի առջև։ Հասկանում եք, այնինչ տեղի է ունենում հիմա, դա հենց այն փլուզումն է, որը տեղի չունեցավ ցավոք սրտի 91 թվականին։ Այո, մեզ 91 թվականին թվաց, որ ԽՍՀՄ փլուզվեց եւ մենք ստացանք ուրախություն։ Ես այն ժամանակ 20 տարեկան երիտասարդ էի եւ հայ ժողովուրդը համատարած էյֆորիայի մեջ էր, հիշում եմ, բայց արդեն տարիների հեռավորությամբ վերլուծելով 91 թվականի իրադարձությունները, ես հիմա նոր հասկանում եմ, որ դա պարզապես թատրոն էր, պարզապես պայմանավորվածության հետևանք էր, հա, որովհետև մի ամբողջ ԽՍՀՄ-ի փլուզումը այդպես սահուն, այդպես թավշյա կերպով տեղի ունենալը խոսում է հենց այդ չարաբաստիկ պայմանավորվածության մասին, իսկ պայմանավորվածությունը Արևմուտքի եւ Ելցինի հետ էր, Գորբաչովի հետ էր, այսինքն Խորհրդային Միությունը եւ հատուկ ծառայությունները հասկացան, որ այդ տեսքով Խորհրդային Միությունը եւ Վարշավյան այդ բլոկը այլևս չեն կարող գոյություն ունենալ եւ ռուսները հասկացան, որ նրանք ստիպված են լինելու որոշ տարածքներ, որոշ երկրներ զիջել Արևմուտքին, մնացած երկրների հանդեպ իրենց ազդեցությունը պահելու պայմանով եւ այդ զիջման դիմաց եւ տեղի ունեցավ գործարք, որի արդյունքում Վարշավյան բլոկի երկրները Արևելյան Եվրոպայի Հունգարիա, Չեխոսլովակիա, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն, Հարավսլավիա, Ռումինիա եւ այլն, Լեհաստան, նրանք ստացան իրական անկախություն եւ ինտեգրվեցին ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը եւ Բալթյան երկրները։ Մնացած բոլոր երկրները Արևմուտքի թույլտվությամբ մնացին, թեև ֆորմալ առումով անկախացան եւ այլն, բայց մնացին Ռուսաստանի տիրապետության տակ եւ մենք սա կոչում ենք նեոգաղութացում, որովհետեւ այդ ֆորմալ անկախ երկրները մաս կազմեցին ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի եւ փաստորեն ԽՍՀՄ վերաֆորմատավորվեց եւ այնինչ հիմա է տեղի ունենում այդ տուրբուլենտ, դժվար, արյունալի process-ները արդեն վկայում են նրա մասին, որ սա իրական փլուզումը հիմա է տեղի ունենում, որ սա այլևս պայմանավորվածություն չի, սա թավշյա չի, դրա համար է դժվար տեղի ունենում, ռուսները դիմադրում են, մինչև վերջ դիմադրում են, չեն համաձայնվում, որտեվ հիմա սա տեղի է ունենում իրանց կամքին հակառակ։ Չկա այլևս Արևմուտքի հետ պայմանավորվածություն, բարի կամք, հասկանում եք, որ Արևմուտքը թույլ տա, որ այս մեկը անջատվի, բայց այն մեկը չէ։ Պարոն Գասպարյան, այստեղ էլի հարց, քանի որ բան եղավ ու ժամանակն էլ կիսատ մնաց մեր խոսքը, ես ուզում եմ էլի հարցեր ընթերցեմ, ով է այս հարց տվողը մեր Վարսիկ Փիրուզյանն է, ասում է երկու ծանր հարց ունեմ, դուք երկուսն էլ սիրում եք մարդկանց հույս տալ, խոսքը իմ եւ ձեր մասին է, Խաչիկ անընդհատ ասում է այսպես չի մնա, մենք բոլորին պատժելու ենք, պարոն Գասպարյանն էլ այս 5 տարի ասում է Ռուսաստանը կփլուզվի, դե Ռուսաստանի փլուզման մասին դուք խոսեցիք, ու իսկապես այսպես չի մնա, որովհետեւ ձեզ չտվա, որ բևեռը ձեռքերը ծալած նստած է, ուղղակի թույլ է տվել Նիկոլը ինչ ուզի անի կամ ռուսը ինչ ուզի անի, ես այստեղ նաև մեղադրում են, ասում են դուք հույսները դրել եք Աստծո վրա, որ Ռուսաստանը քանդվի, նոր գործողություն անեք, եթե չքանդվի վերջ, ուրեմն դուք էլ ճամպրուկներ հավաքում եք գնաք։ Օրինակ դուք այս հարցերին ոնց կմոտենաք, պարոն Գասպարյան։ Էլ չեմ ուզում մնացած հարցերը նմանվող են իրար, հարց աչքովս ընկավ, ուզեցի որ սա ասեմ ձեզ։ Ես զարմանում եմ, գիտեք, այդ հարցերը որ տալիս են, այդ մարդիկ կամ չեն հետևել Բևերի գործունեությանը,
կամ հետևել են, բայց չեն ուզում դա նկատել։ Այսինքն մենք ձեռները 4 տարի ոչ մի բան չենք արել, ձեռները ծալած նստել ենք։ Այսինքն Բևերի այդ հանրահավաքները, ակցիաները, երթերը, ռուսական դեսպանատան առաջ, ռուսական ռազմաբազայի առաջ, նստածույցը, հանդիպումները, դեսպանատան աշխատողների հետ, լոբիստական աշխատանքը, այդ չեն նկատում, չեն տեսնում։ Ասում են, որ դուք ոչինչ չեք անում, նստած սպասում եք Ռուսաստանի տապալմանը։ Ցավում եմ, ինչ ասեմ, եթե չեք տեսել, ուրեմն չեք ցանկացել կամ չեք կարողացել դա հասկանալ։ Սա մեկ, երկրորդը, ինչ վերաբերում է, որ ես 5 տարի, նախ 5 տարի չեմ ասում, ես Ռուսաստանի տապալման մասին սկսեցի խոսալ, մինչև էդ էլ ասում էի, որ ռուսական կայսրությունը դատապարտված է, բայց մոտալուտ տապալման մասին ես սկսեցի խոսալ ռուս-ուկրաինական պատերազմից հետո, որովհետև հասկացա, որ Պուտինը մի այնպիսի քայլի դիմեց, որը որ անխուսափելիորեն բերելու է ռեժիմի փլուզմանը, այսինքն ինքը հայտարարեց պատերազմ ոչ թե Ուկրաինային, այլ ամբողջ աշխարհին, որտեղ Ուկրաինայի մեջքին կանգնեց միանգամից 50 երկիր։ Այո, եթե Պուտինը միգուցե կարողանար մի շաբաթում մտնել Կիև եւ Ուկրաինան կլաներ, այդ դեպքում այո Պուտինը եւս մի 10-15-20 տարի երկարաձգեր կայսրության եւ իր ռեժիմի կյանքը, բայց հենց որ բլիցկրիգը տապալվեց եւ ռուսական բանակը հետ մղվեց Կիևի մատույցներից, հետո խայտարակ կերպով հակահարձակումը 22 թվականի աշնանը տեղի ունեցավ Խարկովի եւ Խերսոնի մարզերում, արդեն հասկանալի էր, որ Պուտինյան ռեժիմի ժամանակը շատ սահմանափակ է։ Պուտինյան ռեժիմը վաղուց արդեն կտապալվեր, եթե Պրիգոժինը վախկոտ չգտնվեր եւ մտներ Մոսկվա եւ գրավեր Կրեմլը, իսկ նա այդ բոլոր հնարավորությունները ուներ, եւ եթե նախագահ Բայդենը բավականաչափ վճռականություն ունենար եւ այն օգնությունը, որը հիմա Ուկրաինան ստանում է, նույնա տոմոհավկները եւ այլն, Բայդենը տրամադրեր Ուկրաինային։ Նախագահ Բայդենը ընտրել էր Ուկրաինային սահմանափակ օգնություն տալու քաղաքականությունը, պարզապես որպեսզի Ուկրաինան չպարտվի, բայց ոչ էլ հաղթի, որովհետեւ վախենում էր էսկալացիայից, Ռուսաստանի կարմիր գծերից, միջուկային էսկալացիայից եւ այլն։ Եվ երբ որ մենք խոսում ենք մոտալուտ ամիսների մասին, տապալման մասին, ես հույս ունեի, որ Բայդենը վճռական մարդ կգտնվի եւ Պրիգոժինի արշավի ժամանակ հույս ունեի, որ Պրիգոժինը կգնա միջև վերջ։ Հիմա իմ մեղքը չի, որ Պրիգոժինը վախկոտ էր, իմ մեղքը չի, որ Բայդենը վախկոտ էր, բայց գիտեք, նույնիսկ եթե մի քանի տարի է ձգձգվում, 4-5 տարին պատմության համար ոչինչ է։ 4-5 տարին դա ակնթարթ է։ ԽՍՀՄ-ի նման երկիրը ԱՄՆ Ռեյգանի օրոք սկսեց վարել ԽՍՀՄ տապալելու քաղաքականություն 85-86 թվականներին, երբ որ Սաուդյան Արաբիային խնդրեց նավթի գները իջեցնել։ 5 տարի հետո ԽՍՀՄ փլուզվեց։ Հիմա այդ 5 տարին ԽՍՀՄ-ի նման գերտերությունը փլուզելու համար մեծ ժամկետ է, իհարկե ոչ։ Եվ ես այսքան երկար բարակ փաստերը որ բերեցի, այդ թերահավատ մեր հայրենակիցներին համոզելու եւ բացատրելու համար, որ արդեն երևում է եւ Պուտինյան ռեժիմի տապալման մասին արդեն բացի Վահե Գասպարյանից խոսում են բոլորը եւ ամերիկյան վերլուծաբանները եւ արևմտյան, ես ձեզ ավելին ասեմ, ամերիկյան հայտնի Rand Corporation կոչվող think tank-ը հատուկ զեկույց է հրապարակել, Յուրի Շվեյցը իր ելույթում էս վերջերս ասեց, հատուկ զեկույց է հրապարակել, որում խորհուրդ է տալիս քաղաքակիրթ աշխարհին արդեն պատրաստվել Պուտինյան ռեժիմի տապալմանը եւ հետ Պուտինյան Ռուսաստանին։ Rand Corporation-ն է սա ասում, Վահե Գասպարյանը չի ասում։ Էնպես որ մի քիչ էլ զինվեք համբերությամբ, գիտեք, մեր ժողովուրդը էմոցիոնալ ժողովուրդ է, հեշտ ոգևորվում է, հեշտ հուսահատվում է։ Հեսալ ամեն ինչ լավ կլինի, մի քիչ զգզգվում է, սուտա էլ ոչ մի բան լավ չի լինի, կորած ենք, ամեն ինչ վերջացած է եւ այլն։ Ճամփրուկները հավաքում են եւ այլն։ Այո, ես հույս ունեմ, որ մինչեւ
գալիք ընտրությունները Պուտինյան ռեժիմը կտապալվի, որովհետև դա իդեալական հնարավորություն կստեղծի մեր համար ընտրությունների միջոցով վիճակ փոխել եւ այդ Պուտինյան ռեժիմի տապալումից հետո հայ ժողովրդի ճնշմամբ եւ արևմուտքի աջակցմամբ մենք կարող ենք կոտրել ադմինիստրատիվ ռեսուրսը, կանխել բոլոր այդ չարաշահումները, ընտրակեղծիքները, որպեսզի ընտրությունները իրոք արտացոլեն ժողովրդի կամքը եւ ժողովրդի ընտրությունը։ Բայց եթե դա նույնիսկ դա տեղի չունենա եւ ընտրությունների արդյունք Պուտինին հաջողվի ձգել մինչև ընտրություններ եւ Հայաստանում ձևավորել հերթական կրեմլահպատակ խորհրդարան, էլի ես համոզված եմ, որ Պուտինյան ռեժիմի տապալումից հետո արևմուտքը այդպես չի թողի եւ 5 տարի չի հանդուրժի կրեմլահպատակ խորհրդարան արդեն Պուտինյան ռեժիմի տապալումից հետո։ Հասկանում եք, սրանք process-ներ են, որոնք պատմության թելադրանքով են այլևս տեղի ունենում, այսինքն պատմության հրամայականն է սա, կայսրությունները դատապարտված են, ոչ մի կայսրություն անվերջ չի գոյատևել, փլուզվել են բոլոր կայսրությունները եւ Հռոմի կայսրությունը եւ Օսմանյան կայսրությունը եւ Բյուզանդիան եւ Ավստրո-Գերմանիան եւ այլն, եւ ռուսական կայսրությունը բացառություն չի, կարող է մի քանի ամիս էլ ձգի, մի քանի շաբաթ էլ ձգի, բայց Պուտինյան ռեժիմը դատապարտված է եւ սա մենակ իմ կարծիքը չի արդեն, սա արդեն բոլոր քաղաքագետները, վերլուծաբանները ասում են։ Եվ այս փաստերով, թվերով ես հիմա ձեզ փորձեցի ապացուցել, որ Պուտինյան ռեժիմի վիճակը այլևս մազից կախված է։ Եվ Պուտինյան ռեժիմը, կրկնում եմ, կարող է տապալվել արդեն 23 թվականին, եթե կրկնում եմ Բայդենը վախկոտ չգտնվեր, Պրիգոժինը վախկոտ չգտնվեր, հասկանում եք, եւ սա ոչ թե իմ կանխատեսումների թերացումն է, այլ մենք պարզապես չէինք կարող իմանալ, որ Բայդենը այդքան անհամարձակ եւ վախկոտ կգտնվի եւ բավականաչափ օգնություն չի տրամադրի Ուկրաինային, բայց ի պատիվ Ուկրաինայի ժողովրդի, ի պատիվ Ուկրաինայի բանակի, նրանք 4 տարի շարունակ համառորեն կռվում են աշխարհում երկրորդ բանակը համարվող ռուսական բանակի դեմ, ծնկի են բերում ռուսական համակարգը, ռուսական տնտեսությունը, ռուսական բանակ եւ մենք շուտով կտեսնենք փլուզում, որից հետո կլինի քաոսային վիճակ, սմուտ է, որովհետեւ այն խորը process-ները, որ հիմա տեղի են ունենում ռուսական տնտեսության ներսում, քաղաքական համակարգում, միջէթնիկ խնդիրները, բանակում եղած խնդիրները, դրանք արդեն այնքան լուրջ են, որ նույնիսկ Պուտինի հեռանալուց հետո, ով էլ գա Պուտինից հետո, չի կարող խելքի բերել այդ համակարգը ոտի նեխած է։ Շատերը ասում են Պուտինը չի լինի, մեկ ուրիշը կգա, Պատրուշևը կգա, Միշուստինը կգա ու էլի ամեն ինչ կմնա նույնը, չի մնա, համակարգը փլուզվելու է, այդ համակարգը մի մարդուց է կախված, Վլադիմիր Պուտինից, այդ մարդուն հանում ես համակարգը փլվում է, ռեգիոնները Ռուսաստանի արդեն մտածում են իրենց անկախության մասին, Թաթարստանը արդեն ունի վտարանդի կառավարություն, որը պատրաստվում է Թաթարստանի անկախությանը, նույնը մտածում է Բաշկիրյան, Ինգուշետիան, Յակուտիան, հասկանում եք, ռեգիոնները արդեն զզվել են Մոսկվայի դիկտատից, իրանք ռեգիոնները Ռուսաստանի ներսի, էլ չեմ խոսում Վրաստանի, Մոլդովայի, Բելարուսի մասին, եւ մենք հայերս պիտի այդ դեօկուպացիայի ապագաղութացման այդ շքերթում լինենք առաջատար, որովհետեւ մենք շատ ավելի շատ ենք տուժել ռուսական կայսրությունից, քան որևէ այլ ժողովուրդ, այսքանը։ Պարոն Կասպյան, իսկապես ահագի տևեց, արդեն ժամից ավել է խոսում ենք, բայց էլի հարցեր ունենք, ես ուզում եմ երկու չկրկնվող հարց կառանձնացնեմ եւ հնարավորինս համառոտ պատասխանենք։ Այստեղ անհանգստություն կա, որ դուք որպես բժիշկ կորոնավիրուսի նոր ալիքի, որ ասում է բռնկման մասին են հայտարարում, այդպես բան կա, կառավարությունը հայտարարում է, այսինքն նախապատրաստվում է ընտրությունների, երևի գարնանը, որ ասենք որ ժողովուրդ հանրահավաքներ չանի բան, այդ կորոնավիրուս է ոգոնել, որ այդ հավաքներ արգելի, ասում է բան է արել, այդ ազատության հրապարակն է ուզում քանդի վերանորոգման նպատակով, որ հավաքներ չլինեն, դուք սենց մտավախություն, բան կամ անհանգստություն կամ իրողություն տեսնում եք այդպիսի։ Ամեն ինչ հնարավոր է, Նիկոլ Փաշինյանից ամեն ինչ սպասելի է, կորոնավիրուսի նոր ալիք կարող է լինել, դա բնական է, ցանկացած վիրուս
կրկնվելու հատկություն ունի, նոր շտամներ են առաջանում եւ այլն։ Բժշկական տեսանկյունից ես այնքան էլ չեմ անհանգստանում, որտեղ կորոնավիրուսի արդեն կայուն իմունիտետ է ձևավորվել մեր բնակչության եւ աշխարհում մեծամասնության մոտ, այնպես որ նույնիսկ եթե նոր ալիք լինի, այն այդքան վտանգավոր չի լինի, ինչպես 20 թվականին, բաց որ այդ նոր ալիքը կարող են օգտագործել քաղաքական նպատակներով, ազատության հրապարակը կարող են վերանորոգել եւ այլն, իհարկե կարող են, ես կրկնում եմ, եկող ամիսները բախտորոշ են լինելու Եվ մենք այս վերնագիրը պատահական չենք դրել եւ Նիկոլ Փաշինյանը լավ գիտակցելով որ իր ռեյտինգը ցածր է իր վերընտրվելու շանսերը շատ քիչ են եւ նա օր-օրի կորցնում է վստահությունը հավատը թե երկրի ներսում թե դրսում տեսեք ինչ է կատարվում նրա այցելությունների ժամանակ նա գնաց Դուշանբե մասնակցեց այդ հավաքին Պուտինի հետ վեճ ունեցավ նման բան առաջի անգամ է տեղի ունենում ես ուզում եմ հիշեցնել որ 20 թվականի պատերազմի ժամանակ նույնիսկ Վլադիմիր Պուտինը անձամբ երբեք Նիկոլ Փաշինյանին չի քննադատել Մարիա Զախարովան քննադատել է Լավրովը, բայց Պուտինը անձամբ երբեք նույնիսկ Պուտինը միշտ գովել է Փաշինյանին։ Հիշում եք, ասում էր նա ղեկավար է, որը դժվար որոշումներ է կայացրել եւ այլն։ Սա առաջի անգամ է, երբ որ Պուտինը անձամբ հակադարձեց Նիկոլ Փաշինյանին, եւ սա կարծում եմ շատ լուրջ զանգ է Նիկոլի համար հենց Պուտինի կողմից, եւ Նիկոլը չի կարող դա չհասկանալ։ Նույնը վերաբերվում է Դոնալդ Թրամփին։ Այդ Շարմ էլ Շեյխի այդ պատկերը հիշում ենք, հա, երբ որ Արանքը ճղեց մոտեցավ, երբ որ մի քանի վայրկյան Թրամփը մենակ էր մոտեցավ, Mr. President, I am the Prime Minister, Արմինը հիշում ես, ես and the other guy and մյուս տղան եմ, որին դու չհիշեցիր, որ Ալիևին ասիր and մյուս տղեն ով է, են էլ ասեց, հա, okay, ձեռը դրեց ուսին, հետո մի քանի վայրկյան հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մոտեցավ, ինքը Նիկոլին թողեց, շուռ եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսած Հասկանում եք շորագալի Ալիևին ասում է where is your compatriot քո հայրենակիցը ուր է բառացի compatriot նշանակում է հայրենակից այսպեսի պարոն Գասպարյան այսինքն սրանք նշաններ են Նիկոլը վստահություն չունի այլևս ոչ Կրեմլում այո Նիկոլին բերեց իշխանության Կրեմլը մեծապես Կրեմլը միգուցե Էրդողանի եւ Ալիևի աջակցությամբ բայց Կրեմլն է Նիկոլ Փաշինյանին բերել իշխանության Կրեմլն է օգնել 21 թվականին որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերընտրվի բայց Կրեմլը հասկանում է որ Նիկոլ Փաշինյանը գնալով սպառվում է որպես գործիք եւ այս ակտիվությունը 5-րդ Շարասյան մեջ որ մենք հիմա տեսնում ենք վկայում է նրա մասին որ միգուցե օրերից մի օր Կրեմլը որոշի Նիկոլին փոխել Ռոբերտ Քոչարյանի մամլո ասուլիսը երբ որ ես նայում էի Քոչարյանը բաց տեքստով ասեց որ այս պահի դրությամբ այսօրվա դրությամբ բառացի եմ ասում ինքը ասեց այո Նիկոլ Փաշինյանը ամենամեծ տոկոսը կհավաքի եթե ընտրությունները հիմա տեղի ունենան առաջի տեղով կմտնի խորհրդարան բայց մնացած հաջորդ երկու ուժերը նկատի ունի Սամվել Կարապետյանի եւ իր ուժը իրար հետ միասին շատ ավելի շատ ձայն կունենան, տեղ կունենան խորհրդանում, քան Նիկոլի եւ կկարողանան կոալիցիա ձևավորելով ընտրել վարչապետի։ Այսինքն Քոչարյանը հստակ ասեց, որ Կրեմլը այս պահի դրությամբ արդեն ունի այդ հնարավորությունը ընտրությունների միջոցով իշխանափոխություն անել եւ սա Նիկոլ Փաշինյանը հասկանում է եւ դրա համար այս եկող ամիսները շատ լուրջ բաներ տեղի կունենան եւ քաղաքական հալածանքներ, ձերբակալություններ եւ ամեն պատրվակ օգտագործի իշխանությունը եւ կորոնավիրուս եւ ազատության հրապարակի վերանորոգում եւ այլն բայց նորից եմ կրկնում սա ագոնիա է ագոնալ վիճակում գտնվող հիվանդը ընդամենը մի քանի ասենք րոպե մի քանի ժամ կարողանում է դիմանալ բայց ագոնալ վիճակը արդեն նշանակում է որ մահը անխուսափելի է բռնապետական բոլոր ռեժիմների մահերը մենք շուտով կտեսնենք Մադուրոից միջև Կրեմլ եւ Նիկոլ Փաշինյանը որպես ավտորիտար ղեկավար եւս սպառված գործիք կհամարվի եւ արևմուտքի եւ Կրեմլի կողմից հասկանում եք Կրեմլը միշտ այդպես է վարվել եթե նայեք այս 35 տարիների պատմությունը Կրեմլը իշխանության է բերել իր խամաճիկին հետո երբ որ այդ գործիքը սպառվել է ինքը փոխել է
դրել է իր հաջորդ խամաճիկին, որպեսզի այդ փոփոխությունը ինքը անի, այլ ոչ թե հայ ժողովուրդը։ Լևոն Տեր-Պետրոսյանին դրեցին երկրի ղեկավար, Տեր-Պետրոսյանը իր միսիան կատարեց, երրորդ հանրապետության այսպես կոչված հիմքերը դրեց, կոռուպցիայի հիմքերը դրեց, հետո երբ որ Կրեմլը տեսավ, որ Տեր-Պետրոսյանը սպառված է, երկրի ներսում վստահություն չունի եւ այլն, նախաձեռնեց իշխանափոխություն, իշխանության բերելով Ռոբերտ Քոչարյանին, հետո էստաֆետը փոխանցվեց Սերժ Սարգսյանին, հետո Նիկոլ Փաշինյանին, այսինքն այդ գործիքները սպառվում են ժամանակի ընթացքում եւ Կրեմլը ամեն անգամ իր գործիքը փոխում է հաջորդ գործիքով, որը ժողովրդի համար ավելի ընկալելի է, ավելի թարմ է եւ նոր միսիայով է գալիս ասպարեզ։ Բայց սա կմարտվի առաջին իսկ պահին, երբ որ Կրեմլի ռեժիմը տապալվի։ Պարոն Գասպարյան, մեր ժամանակ իսկապես սպառվեց, բայց մի երկու հարցեր էր մնացել։ Այնուամենայնիվ ես մի հարց էլ տամ, էլի Ամուլսարի հետ է կապված, այսպիսի հարց են տալի, ասում են Ամուլսարը եթե շահգործվի, Հայաստանում ապրելու հնարավորություն չի լինի, ոչ ջուր կլինի խմելու բան։ Բևերը ասում է իրենց լոբիստական կառույցով կամ իրենց կապերով աշխարհի ասենք այն դեսպանները, ովքեր Հայաստանում են, նրանց հետ շփումներ չունեն, որ բացատրեն, որ որտեղ դուք որ ձեր գրասենյակները բացել եք, վաղը աղետալի վիճակ է լինելու, ձեր գրասենյակները փակելու եք գնաք էլի, Ամուլսարի դեմ շահգործման շարժման այսպիսի բան են առաջարկում, էլի, ասենք հարցնում են, դուք ինչ-որ բան նախատեսում եք Ամուլսարի շահգործման դեմ, թեկուզ արտերկրի դեսպանատների հետ, ասենք նրանց դիմելով, ուղղորդելով։ Անշուշտ, նախ ասեմ, որ Ամուլսարի լուրը ընդամենը 2 օրվա լուր է, նոր ենք մենք իմացել դրա մասին, դրա համար մենք կարիք ունենք դեռ ստուգելու որքանով են այդ լուրերը հավաստի եւ ստույգ, սա մեկ, երկրորդը եթե պարզվի, որ դա իրոք այդպես է, մենք իհարկե բոլոր քայլերը կձեռնարկենք այդ ուղղությամբ եւ ձեր ասած դեսպանատան աշխատողներին մեսիջներ հղերով, եթե պետք լինի ակցիաներ կանենք, մեր լոբիստական աշխատանքի շնորհիվ այդ հարցը կբարձրաձայնենք, բայց նորից եմ կրկնում, հարցի լուծումը Հայաստանում ազգային իշխանություն ձևավորելու մեջ է, իսկ ազգային իշխանություն մենք կկարողանանք ձևավորել, երբ որ ստեղծվի հարմար ռազմաքաղաքական իրավիճակ, քանի դեռ կա Կրեմլը, քանի դեռ կա ռուս-թուրքական դիկտատը, ռուս-թուրքական դաշինքի այս վերահսկողությունը ներկա իշխանությունների հանդեպ, որոնք հլուհնազանդ կատարում են նրանց պատվերները, վերահսկվում է ամբողջ քաղաքական դաշտը, մեդիան, ուժային կառույցները, շատ բան անել ցավոք սրտի չենք կարող, բայց ես գնալով ավելի լավատեսորեն եմ նայում հարցին, որովհետև տեսնում եմ, որ քիչ մնաց եւ շատ շուտով վիճակը կտրուկ փոխվել է ի օգուտ բոլոր ազատատենչ ժողովուրդների, ի օգուտ նաեւ հայ ժողովրդի եւ Հայաստանի։ Վերջին հարցը, պարոն Գասպարյան։ Համեցեք։ Դոնալդ Թրամփը երբ որ Նիկոլին համարեց այսինքն Ալիևի հայրենակից, այստեղ խոսեցիք, հիշեցիք, փակել եմ արդեն հարցերի բանը, որտեղ ժամանակը սպառվել է, բայց ասում եք, դա մեսիջ էր մեզ ուղղված Դոնալդ Թրամփի կողմից, որ Հայաստանը անկախ չպետք է լինի, պետք է լինի Ադրբեջանի մաս, ենթադրում են իրենք, որ ասենք Նեթանյահուն եւ Թուրքիայի նախագահը կարողացել են Թրամփին համոզել, ասել, որ Հայաստանը կարիք չկա, որ անկախ պետություն լինի, ավելի լավ է մեր շարքերում լինի, մենք էլ ձեր հետ մեր հարաբերությունը կարգավորենք։ Դուք տեսնում եք Դոնալդ Թրամփի այդ արտահայտության մեջ միտում Հայաստանը որպես պետություն վերացնելու։ Չէ, բացարձակ, հակառակը ես կասեի, ես այստեղ միտում եմ տեսնում, սա մեսիջ է հայ ժողովրդին, որ արևմուտքի կողմից, որ Նիկոլ Փաշինյանը մեր աչքի լույսը չի, եւ մենք դա ասել ենք, մեզ բազմիցս դա ասել ենք, որ այո, արևմուտքը նախընտրում է առայժմ Նիկոլ Փաշինյանին որպես չարյաց փոքրագույն, որպես մարդ, որի վրա ճնշում բանեցնելով կարելի է քիչ թե շատ զսպել ռուս-թուրքական գործոնը, կանխել
Զուրի Միջանցքի կյանքի կոչումը եւ այդ Թրամփի ճանապարհ նախաձեռնությունը հենց այդ միտվածությունը ուղի, բայց բարեմուտքը լավ է հասկանում ով է Նիկոլ Փաշինյանը, որ նա կոռումպացված ավտորիտար գործիչ է եւ այլն, եւ արեմուտքը պարզապես սպասում է, որ գլխավոր խնդիրը լուծվի մետրոպոլիայում, Մոսկվայում, Կրեմլի ներսում, եւ մենք դա իդեպ տեսնում ենք նաեւ Վրաստանի օրինակով։ Վրաց ժողովուրդը փորձեց իր ցասման միջոցով Իվանիշվիլու ռեժիմի հարցը լուծել, բայց դա չհաջողվեց, բիրտ ուժ կիրառվեց եւ Արևմուտքը որքան էլ որ սատարում էր վրացիներին իրենց պայքարը վրաց ժողովրդի պայքարը արևմուտքը հասկացավ որ Պուտինյան ռեժիմը ունակ է ցանկացած քայլի միայն թե պահպանի իր խամաճիկներին այդ զավթված երկրներում եւ Պուտինյան ռեժիմից հետո տապալումից հետո Արևմուտքը արդեն կօգնի բոլոր այն ժողովուրդներին, որոնք կձգտեն դեպի ժողովրդավարություն եւ ազատություն, բայց այդ ժողովուրդները պիտի նախ իրենք այդ քայլը անեն, իրենք ձեռքերը ծալած չնստեն, չսպասեն արևմուտքին, իրենք հրապարակներում, փողոցներում իրենց ակտիվությամբ խաղաղ աննազանդության եղանակներով ցույց տան, որ նրանք ուզում են ազատագրվել, որից հետո արդեն կլինի արևմուտքի աջակցությունը։ Այստեղ տեսեք մենք էլի հարցը տվողը սպասում է որ արևմուտքը ինքը կնախաձեռնի Նիկոլի հեռացում։ Երբեք արևմուտքը միշտ հարգում է ժողովրդի կամքը, ժողովրդի ընտրությունը եւ եթե ժողովուրդը ընտրում է այսինչ մարդուն, արևմուտքը հարգում է այդ ընտրությունը եւ արևմուտքը նաեւ աշխատում է Նիկոլի հետ, որտեվ 21 թվականին Նիկոլը վերընտրվեց, հա, էլի մենք ասում ենք, որ դա Կրեմլի թելադրանքով եղած ընտրություններ էին քվոտաներով ձևավորվեց Կրեմլապատակ խորհրդարան, բայց այնուամենայնիվ եկեք ընդունենք այն փաստը, որ շատ հայ մարդիկ գնացին եւ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի օգտին, տարբեր պատճառներով, մեկը որովհետեւ իրոք հավատում էր Նիկոլին այն ժամանակ, մեկը որովհետեւ վախենում էր Քոչարյանի վերադարձից, բայց այնուամենայնիվ հիմա երբ որ արևմուտքը տեսնի, որ վիճակը փոխվել է, հայ ժողովուրդը այլևս չի ուզում, որ Նիկոլը վերընտրվի, հայ ժողովուրդը երկրի հրապարակներում, փողոցներում ընդվզում է, ցասում է անում եւ չկա արդեն Պուտինյան ռեժիմի դիկտատը եւ վերահսկողությունը, ես ձեզ վստահեցնում եմ, որ արևմուտքը քաղաքակիրթ աշխարհը կսատարի հայ ժողովրդի եւ մնացած բոլոր ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքը, կամ արտահայտությունը դեպի ժողովրդավարություն եւ ազատագրում այդ ձգտումը հասկանում եք, սա է, այնպես որ զինվեք համբերությամբ, մեզ սպասում են բախտորոշ, վճռորոշ, պատասխանատու ամիսներ եւ մենք պիտի մեր ճիշտ քայլերով գնանք առաջ, որովհետեւ սխալվելու իրավունք այլևս չունենք, երկրի լինել չլինելու հարցն է դրված, կլինի 4-րդ հանրապետություն, թե կվերածնվի առաջին հանրապետությունը, ես բազմիցս ասել եմ, հիմա կրկնում եմ, Առաջին հանրապետության իրավահաջորդության մեջ է մեր բոլոր խնդիրների լուծման բանալին։ Եթե մենք ուզում ենք, որ լուծենք վաղը մյուս օրը լուծվի վերջնականապես արդարացի կերպով Արցախի Նախճեվանի հարցը, ուրեմն պիտի հռչակենք առաջի հանրապետություն, վերածնունդը, իրավահաջորդությունը։ Եթե մենք ուզում ենք այդ օկուպանտի խարանը մեր վրայից վերանա, որ մենք եղել ենք Արցախի օկուպացիա արած երկիրը, ուրեմն պիտի հռչակենք առաջի հանրապետության իրավահաջորդություն ասելով, որ սա հայկական տարածք է ճանաչված ազգերի լիգայի կողմից եւ օկուպանտը հենց Ադրբեջանն է։ Եթե ուզում ենք խուսափել ռեպարացիաներից պիտի անենք, եթե ուզում ենք խուսափել անկլավների վերադարձից, պիտի հռչակենք իրավահաջորդություն առաջի հանրապետություն, պետք է լինես առաջի այսինքն ադրբեջանցիների վերադարձից այդ փախստականների այսպես կոչված, էլի, այսինքն բանալին դա է, իսկ 4-րդ հանրապետություն Նիկոլի պատկերացրած եւ հռչակած 4-րդ հանրապետությունը դա լինելու է ապազգային, կոսմոպոլիտ,
հայկական ինքնությունից հրաժարված, արժեքներից հրաժարված, ուրեմն սահմանադրությունը փոխած, միջանցքներ Թուրքին տված թուրքական վիլայետ էությամբ եւ այդ երկիրը երկար կյանք չի ունենա 4-րդ հանրապետությունը մահվան դատապարտված նորածնի նման մի քանի ամիս կյանք կունենա եւ կվերանա կգնա այսինքն դրված է հայոց պետականության ինքնիշխանության լինել չլինելու հարցը եւ եթե լինել ապա ինչպիսին լինել վիլայեթի տեսքով իբր ինքնիշխան բայց կվազի պետություն թե լինել ինքնիշխան առաջի եւ միակ հանրապետության իրավահաջորդ իր շահերը հասկացող եւ հետապնդող հայկական ինքնությունն ու արժեքները հարգող եւ պաշտպանող պետություն, որը կդիմի եւ կանգնի քաղաքակիրթ աշխարհի երկրների շարքը եւ կունենա իրական դաշնակիցներ հայկական հարցին լուծմանը հետամուտ կլինի եւ արևմուտքը ուզում է այդպիսի Հայաստան տեսնել մեր տարածաշրջանում, որտեվ արևմուտքը ունի այստեղ իր ռազմավարական շահերը հյուսիս հարավը եւ արևմուտքին պետք չի որ Հայաստանը վերանա Արևմուտքը չի ուզում որ արևմուտքը հարավային Կովկասը ռուսից չի խլում որ տա Թուրքին հասկանում եք որ թուրանական ծրագիրը զարգանա թուրանական չինական ծրագրերը զարգանան ովքեր ասում են որ Թրամփը ուզում է որ Հայաստանը վերանա չեն հասկանում որ արևմուտքի շահերից չի բխում Հայաստանի վերանալը բայց Հայաստանի վերանալու դեմ պիտի պայքարի առաջին հերթին հայ ժողովուրդը ինքը որից հետո արդեն արևմուտքը օգնի հայ ժողովրդին հաջողությամբ ավարտել այդ պայքարը Շնորհակալություն պարոն Գասպարյան շատ լից եւ հարուստ տեղեկություններով հարուստ զրույցի համար մենք կրկնակի եթերային ժամանակ սպառեցինք որը ես գտնում եմ որ տեղին էր ժողովուրդը կարիք ունի իսկապես ճիշտ տեղեկատվության եւ ճիշտ վերլուծության Շնորհակալություն պարոն Գասպարյան Ես եմ շնորհակալ Շնորհակալություն Ստեսություն Արևներ մեր հայրենակիցներին եւ սասնացրերին եւ Բևեռլի բոլոր անդամներին Շնորհակալություն Ստեսություն Ստեսություն